Հարգելի հետևորդներ, ես այս պահին գտնվում եմ Տավուշի մարզպետարանի դիմաց։ Տավուշի մարզպետն ասել էր, որ սահմանազատման վերաբերյալ հարցերին պատրաստ է պատասխանել իր աշխատասենյակում։ Այսօր հարցազրույց ասել էր կտա, ինքն այստեղ չի։ Հիշեցնեմ, մենք հետաքրքրվում ենք, թե Տավուշում հաջորդը որ հատվածներն են այսպես կոչված սահմանազատվելու, որ հատվածներն են տրվելու հակառակորդ։ Ինչ վերաբերում է Կիրանցում տեղի ունեցած Գեղամ Նազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին, բայց ես չէի ասի միջադեպ, ես կասեի Գեղամ Նազարյանի հերթական հարձակմանը ինձ ուղղված եւ ոչ միայն այս անգամ ինձ, նախ միջադեպի մասին խոսելուց առաջ ուզում եմ ասել Հավերժ Փարք նրա որդու հիշատակին, հայրենիքի համար զոհված մեր բոլոր տղաների հիշատակին, բայց այնուամենայնիվ կան հայրեր, որոնք իրենց այսպես են պահում։ Հիմա ասեմ, թե ինչ էր եղել։ Տավուշի թեմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ տեղի ունենալու Սուրբ Երրորդություն եկեղեցու, վերանորոգված եկեղեցու օծման արարողությունը։ Ես բնականաբար Կիրանցում պարբերաբար իրադարձությունները լուսաբանող լրագրող որպես այս իրադարձությունները ուզում լուսաբանել, բացի այդ ինձ բնակիչները նաև հրավիրել էին, այսպես ասած, որպեսզի գամ տեսնեմ եկեղեցին վերանորոգված, ինչպես տեսակ ես գնացել եմ։ Եվ ճանապարհի կեսից հասկացանք, որ Փաշինյանն էլ է գալու, չնայած երեք երբ քննարկում ենք նույն նաև որոշ բնակիչների հետ, մտածում ենք, որ հաստատ չի գալու, որովհետև Փաշինյանը նույնիսկ իր նախընտրական այսպես ծրագրում թիրախավորում է եկեղեցին։ Այսպես ճանապարհի կեսից հասկացանք, որ չէ, գալիս է, որովհետև ՊՊՑ ծառայողների մեքենաներ էին, ոստիկանության գվարդիայի բազմաթիվ մեքենաներ, մեքենայից արդեն Կիրանցում իջնում ենք, առաջանում եմ դեպի եկեղեցի, մեզ մոտենում է ՊՊՑ ծառայող, մենք այդ պահին դեռ նկարանում չենք իրականացնում, պատրաստվում ենք մեր մասնագիտական գործունեությունը արդեն այնտեղ կատարել։ Մոտեցավ ՊՊՑ ծառայողը, ասաց, որ այնտեղ գոտի է սահմանվելու, որից ես չեմ կարող այսօր այն կողմ գնալ։ Ես բացատրեցի, որ ես եկեղեցի մտնելու եմ, որևէ մեկը բացի Աստծուց ինձ չի կարող արգելել եկեղեցի մտնել, ոչ Փաշինյանը, ոչ ՊՊՑ-ն։ Այդպես խոսում ենք, հանգիստ, թե ՊՊՑ ծառայողներ հանգիստ խոսում, թե ելնելով նրանից, որ նա հանգիստ էր, բացատրում էի նաև ես շատ հանգիստ, որ գիտեք, իմ մասնագիտական գործունեությունն եմ իրականացնելու։ Եթե բնակիչները մոտենան Փաշինյանին, խոսեն, ապա ես պիտի մոտենամ, միկրոֆոնը պահեմ, որ լսելի լինի, թե իրենք ինչ են խոսում։ Բայց եկեղեցու ներսում վստահ լինեն, որ Փաշինյանին հարց չեմ տալու։ Այսպես, այդ խոսակցության ընթացքում տեսնեմ, որ ինչ-որ մեկը ինձ վիրավորելով գալիս է, թեքվում եմ Գեղամ Նազարյանն է, հորդորում է ինձ այդ տեղից հավաքեն, ասում է ինչ գործ ունեմ այստեղ եւ իր այդ հայտնի արտահայտություններից մեկն է հնչեցնում։ Ես էլ արդեն այդ ժամանակահատվածում թեքում ասում եմ, իսկ դուք ինչ իրավունքով եք եկել ձեր որդու այդ ժամանակահատվածում արդեն ասում եմ, որ ձեր որդու շիրիմն է ըստ հիշատակը շիրիմն է էլի բղծում, սա եմ ասում, սա է եղել։ Հետո Գեղամ Նազարյանը սկսում է ասել, որ ես նստելու եմ, փտելու եմ բանտում, ինքը լինելու է, չեմ հիշում, ասեց օգոստոսի 2, օգոստոսի 3, օգոստոսի 2-3-ից հետո փտելու եմ բանտում։ Սա է եղել, որից հետո սկսեց ասել, որ անբարոյականություն է, լրագրություն չէ եւ այլը, բայց ես ուզում եմ Գեղամ Նազարյանին հիշեցնել, որ ինքը բազմիցս հենց իմ տեսախցիկի առաջ լալա հառաջ տեքստերով մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին իր որդու մահվան մեջ, ասում էր, որ իր որդուն սպանողը Նիկոլ Փաշինյանն է եւ ոչ միայն իմ տեսախցիկի առաջ այդ ժամանակահատվածում Arnews-ի թերթ-ի եթերում, այլ նաեւ ազգային ժողովի ամբիոնից էր ասում, որ տաղավար գնում էր այդ մասին էր ասում։ Հիմա անբարոյականության մասին ով իրավունք ունի խոսել։ Եթե որևէ մեկին թվում է, թե ինքը հանրային անբարոյական վարք դրսևորելով կարող է ինձ վիրավորանքներ հասցնել, հայախառն արտահայտություններ անել եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ
այլ լրագրողների, ովքեր իրեն ասում են, թե այդ ինչպես է խոսում, ինքը չարաչար սխալվում է։ Դուք հայոյեցիք այսօր, հայոյախառն արտահայտություններ արեցիք, ինքներդ ձեր հասցեին, որտեղ հանրային առումով եւ հաշվի առնելով ձեր հայտարարությունները, հանրային անբարոյական վարք դրսևորում եք դուք, Գեղամ Նազարյան։ Էլի եմ ասում, փառք ձեր որդուն, ափսոս դուք չեք հարգում հիշատակը։